Անոնով եւ Որդու եւ Ոգուի Սրբով, ամեն։ Եղել է արդյոք ձեր կյանքում մի պահ, երբ շուրջ բոլորը միայն խավար է։ Երբ կյանքի ալեկոծված սովի ալիքները թվում է թե ուրվոր է, պիտի իրենց տակ առնեն մեզ։ Երբ թվում է թե անգամ Աստված է մոռացել մեզ, եւ հուսահատությունը պատել է մեզ։ Վստահ եմ եղել է։ Հենց այսպիսի մի իրավիճակում էին Տիրոջ առաքյալները Գալիլեայի ծովում, երբ մոտ 5-6 կիլոմետր թիավարելուց հետո հանկարծ Գալիլեայի խաղաղ ծովը փոթորկեց։ Եվ ինչպես ավետարանիչն է ասում, ալիքներն այնքան բարձր էին, որ թվում է թե ուրվորը պիտի խորտակեն նավը։ Եվ հետաքրքրական է, որ ինքը Գալիլեայի ծովը առաքյալներն էլ ձկնորսներ լինելով հանդերձ, բազմաթիվ անգամ ձկնորսությամբ էին զբաղվել Գալիլեայի ծովում, բայց երբևէ չէին տեսել նման փոթորիկ։ Դա էր պատճառը, որ սարսափած էին առաքյալները, այն աստիճան, որ հուսահատության դիպ էին ընկել։ Մանավանդ, որ իրենց վարդապետը Քրիստոս իրենց հետ չէր։ Մի տեսակ կարծես սովորել էին առաքյալները նեղության, դժվարության պահին, ինչպես զավակներն են իրենց հարց ուղում ծնողին, իրենք էլ սովորել էին, իսկ հիմա ինչ պիտի անեն։ Եվ այդ պահին, երբ չգիտեին ինչ անել, եւ ում պիտի հարց ուղղեին, իրենց հետ չէր։ Սա մի կողմից, անելանելի վիճակը մյուս կողմից։ Աշակերտների հուսահատության գիտն է դեր։ Ծանոթ իրավիճակ է։ Եվ այդ պահի փոթորիկների միջից դեպի իրենց է գալիս ջրի վրայով քայլելով, նա երբևէ չէին սպասում, ինքը Քրիստոս, չէին սպասում և չէին էլ պատկերացնում, որ կարող է Քրիստոս իրենց այս դժվար պահին ջրի վրա քայլելով գա։ Եվ դա է պատճառը, որ էլ ավելի սարսափեցին և էլ ավելի վախեցան։ Բայց Քրիստոս ինչ արեց։ Ընդամենն ասեց մեկ բան. ես եմ, մի վախեցեք։ Եվ խաղաղվեց թե ծովը, թե առաքյալների փոթորկված հոգին և ցրվեց վախը և եկյուղը։ Շնորհիվ Քրիստոսի մեկ բառի, Քրիստոս ոչ հրաշք գործեց, ոչ մի բան չարեց, ընդամենը իր խաղաղ և խաղաղեցնող ձայնով ընդամենն ասեց մեկ բան. ես եմ։ Սա արդեն ինքնին խոսում է այն բանի մասին, որ ինչպես Մովսեսին անապատում անկեզ մորենու մեջից Աստված ասեց. գնա և փարավոնին ասա, ես եմ, և Մովսեսը դրանից հետո լցվեց քաջությամբ, փոխվեց Մովսեսն այսպես ասած, նույնը նաև աշակերտները լսելով Տիրոջ այդ խոսքը, ես եմ, փոխվեցին, փոխվեց իրենց հոգեվիճակը, տագնապը, վախը փարատվեց, հեռու գնացին ամեն տեսակ բացասական և վատ բաները և տիրեց խաղաղությունը, ոչ միայն աշակերտների հոգիներում, այլ նաև ծովի վրա։ Սա սիրելիներս,
ավետարանական այն դրվագն էր, որտեղ Քրիստոս ներկայանում իր աշակերտներին։ Եվ անշուշտ այսքան դարեր հետո մարդիկ կան, որ հավատում են այս ամենին, բայց մարդիկ կան, որ քամարանքով են նայում, քմծիծաղով են նայում, թե ինչպես կարող է Քրիստոս քայլել ծովի վրայով։ Բայց մեկ բան փաստ է, այս դեպքը եւ ալեկոծությունը եւ Քրիստոսի հայտնվելն ու ներկայությունը առ այսօր շարունակվում է։ Ես հենց այնպես խոսքի սկզբում չարցրեցի, եղել է ձեր հետ դեպք, որտեղ նույն կերպ փոթորկում է կյանք իր ալիքներով յուրաքանչյուրիս մոտ։ Չկա որևէ մեկը, ով կարող է հպարտությամբ ասել, որ իր կյանքը հարթ ճանապարհ է։ Ուրեմն անհետաքրքիր է այդ կյանքը։ Յուրաքանչյուր քրիստոնյայի կյանք, այո, ճանապարհորդություն է նավով կյանքի ծովի մեջ։ Եվ ինչպես մեր եկեղեցու հայրերն են շատ հաճախ շարականների մեջ Քրիստոսին ներկայացել են որպես բարի նավապետ։ Որովհետև մենք մեր կյանքի նավը հանձնում ենք իրեն։ Հանձնում ենք իրեն այն վստահությամբ, որ ինչքան է ծովը փոթորկի, այդ նավի ղեկին նավապետ բարին է, բարի նավապետն է։ Եվ ցավով եմ ասում, բայց դուք էլ կարող եք փաստել։ Շատ հաճախ մեր կյանքում, երբ նմանվում ենք աշակերտներին եւ ափսոսում ենք, որ Քրիստոս մեզ հետ չէ, ինչպես տվյալ պարագային առաքյալները, եւ այդ Քրիստոսի բացակայությունը, թվացյալ բացակայությունը մեզ տանում է դեպի հուսահատություն, շատ հաճախ մենք չենք էլ նկատում կամ նկատելու դեպքում էլ չենք ճանաչում Քրիստոսին եւ իր օգնությունը, որ գալիս է շատ անսպասելի կերպով, շատ անսպասելի տեղից։ Եվ միայն, չգիտեմ, այն ժամանակ ենք հասկանում, երբ մեր ականջին հնչում է Քրիստոսի խոսքը. Ես եմ։ Մի վախեցեք։ Եվ միայն այդ ժամանակ է, որ հասկանում ենք, որ այո, թվում է, թե Աստված մեզ հետ չի, թվում է, թե Աստված մեզ լքել է, թվում է, թե կյանքը այնքան է փոթորկել, որ ուր որ է պիտի մեզ հասցնի հուսահատության, բայց այդ պահին խավարից, տվացյալ, փոթորիկների, ալիքների մեջից գալիս է Տիրոջ օգնությունը։ Ցանկացած որևէ մեկի տեսքով այդ պահին պարտադիր չէ, որ Քրիստոս իսկապես դեպ հանդիման կանգնես։ Լրիվ անծանոթ մարդու տեսքով, լրիվ անծանոթ վայրից, անծանոթ տեղից Աստված օգնում է մեզ։ Օգնում է մեզ եւ հնչեցնում է մեր ականջին. Ես եմ, մի վախեցիր։ Ի վերջո, երբ մեր կյանքի ծովը փոթորկած է, մենք բոլորս ենք, ունենք տագնապներ, չկա որևէ մեկը, ով երբևէ չի տագնապի դժվարության ժամանակ, նեղության ժամանակ։ Ամեն մեկս էլ ունենք մեր տագնապները, մեր վախերը։ Միայն իմանն է, որ ոչնչից չի վախենում։ Յուրաքանչյուր մեկս էլ կյանքում ունենք վախեր։ Վախենում ենք կորցնելուց, մերձավորին, ունեցվածքը, ամեն մեկս էլ ինչ որ բանից վախենում է, բայց
Միայն քրիստոնյան է, որ այդ վախը ժամանակավոր երևույթ է համարում, ինչպես առաքյալների պարագային, որտեղ երբ վախենում է հաջորդ վայրկյանին Քրիստոս լրիվ պատական մարդու բերանով իրեն հուշում է, որ ես քո հետ եմ, մի վախեցիր։ Եվ շատ կարևոր է ունենալ մեր կյանքի նավակիցներս Քրիստոսի ներկայությունը։ Ես ինչպես խոսքից մեջ ասեցի, մեր կյանքը, քրիստոնյաներիս կյանքը, նավավարություն է։ Այո, հոգնում ենք երբեմն, որովհետև բավական տևական ժամանակ թիավարում ենք։ Այո, հոգնում ենք, որովհետև կյանքը փոթորկում է եւ նավակով հանդերձ կռիվ ենք տալիս ալիքների դեմ։ Այո, հոգնում ենք, որովհետև հեշտ չէ նավով երկար ճանապարհ կտրել փոթորկած ծովի մեջ։ Բայց անգամ այդ հոգնելու ժամանակ նորից Քրիստոս դիմում է մեզ. ինձ մոտ եկեք բոլոր հոգնածները եւ ծանրաբեռնվածները։ Որպես լույսի փարոս կանչում է բոլոր այն նավակներին, ովքեր իրենց ուղղությունը վերցրել են դեպի խաղաղության նավահանգիստ։ Իր քաղցր ձայնով կանչում է եւ գոտեպնդում է ասելով. ես քո հետ եմ, մի վախեցիր։ Ուրեմն, սիրելիներս, եկեք ամեն մեկս ենք մեր մտքում, ինչպես ասեցի, այն վախերը, որ ունենք, հանձնենք Քրիստոսին։ Հանձնենք Քրիստոսին այն տագնապները, որոնք այս պահին մեզ ավելի շատ են անհանգստացնում։ Իսկ ես առավել կամ վստահ եմ, որ այս պահին բոլորս էլ ունենք վախեր, բոլորս էլ ունենք տագնապ, որոնք մեզ անհանգստացնում են։ Ընդհուպ միջև փոթորիկի ալիքների չափ։ Քրիստոսին հանձնենք այդ տագնապները, այն վստահությամբ, որ ընդամենը իր ներկայությամբ եւ իր քաղցր ձայնով պիտի հանդարտեցնի փոթորիկը մեր հոգու, մեր կյանքի։ Ուղղակի մնում է մեկ բան. արդյոք Քրիստոս մեր նավի մեջ է։ Ընդունենք Քրիստոսին մեր նավից ներս։ Ճանաչենք Քրիստոսին, այդ ոչ թե սարսափած, աղաղակենք ինչպես աշակերտներն աղաղակեցին, երբ տեսան Քրիստոսի պատկերը, ծովի վրա քայլելիս։ Ընդունենք Քրիստոսին մեր նավակից ներս եւ հանձնենք իրեն նավակի ղեկը, խնդրելով, աղոթելով, որպեսզի բարի նավապետ մեր նավակը տանի եւ հասցնի խաղաղության նավահանգիստ։ Ինչպես ասեցի, նորից պիտի կրկնեմ։ Ուղղակի մնում է մեկ բան. ինքներս մեզ համար ճշգրտենք, որտեղ է Քրիստոսը։ Աղոթենք բոլորս միասին։ Աղոթենք մեկս մյուսի համար, աղոթենք մեր կողքինի, մեր դիմացինի համար, խնդրելով, որպեսզի Քրիստոսի ներկայությամբ հայտնվի մեր կյանքում, մեր կողքինի կյանքում։ Իրական քրիստոնյան ի վերջո պիտի վայելին Քրիստոսի ներկայությունը իր կյանքից ներս։ Օգնենք մեկս մյուսին վայելելու, բացահայտելու իրական Քրիստոսին եւ իր կյանքից ներս պահելու։ Մեկ բանի մասին պիտի վախենանք այս պահին, չկորցնենք Քրիստոսին մեր կյանքից։ Միայն սա պիտի լինի այն վախ ու տագնապը, որ պիտի մեզ անհանգստացնի։ Մնացած ամեն բան լուծելի է, որովհետև Քրիստոս իր հեզ եւ խաղաղ ձայնով ասում է. ես եմ, մի վախեցեք։ Շնորհ եւ խաղաղություն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի թող լինի բոլորիդ հետ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։